Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս փոդքասթն է ուղիղ միացումով Երևան Փարիզ ձևաչափով Փարիզից ինձ հետ կաշխատի Արման Ավագյանը։ Բարև ձեզ Արման։ Ողջույն Գագիկ, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Դե ինձ թվում է թե եթե ասենք ինչ թեմաներից ենք խոսելու, ուրեմն բոլորին էլ պարզ է, որ հիմնական թեման լինելու է Իրանի շուրջ իրադրությունը, իրավիճակը եւ մնացած բոլոր զարգացումները, որոնք առնչվում են ամերիկա-իսրայելական այս գործողությանը, հա։ Ընդ որում ասեմ, որ Երևանում բացվել է Իրանի դեսպանատանը այնտեղ բոլոր ցանկացողների համար նաև հուշամատյան է դրված, ովքեր ցանկանում են, գնում են, ցավակցում են, ծաղիկներ են խոնարհում, խաղալիքներ ի հիշատակ անմեղ զոհված երեխաների։ Իհարկե պատերազմը դաժան բան է եւ պատերազմը առավել դաժան է, երբ որ հարվածում է քաղաքացիական անձանց, մանավանդ երեխաների։ Բայց ինչ արած, ընտրությունը թերևս այս պարագայում իրանական կողմինն է նաև, որովհետև իմ կարծիքով Իրանը չօգտագործեց բոլոր հնարավորությունները, որոնք կարելի էր օգտագործել, որ բանը չհասներ այսօրվա վիճակին, հա։ Իհարկե Իրանի հոգևոր առաջնորդը այլևս չկա, բազմաթիվ բարձր պաշտոնյաներ նույնպես այսօր չկան, բայց այն ռազմավարությունը, որ որդեգրել է մեր հարևանը, մտահոգիչ է ոչ միայն մեզ համար, այլ բոլորի համար գրեթե, ովքեր հարևան են Իրանի։ Այսինքն այսօրվա դրությամբ Իրանը ռմբակոծում է, հարվածներ է հասցնում ծոցի 11 երկրների, այդ թվում նաև առավել տարակուսելի է Կիպրոսին հարված հասցնելը, սա նույնպես երևի թե ռազմավարություն է, որ եթե ես պետքա տուժեմ, ուրեմն իմ հետ պետքա տուժեն իմ բոլոր հարևանները, բարեբախտաբար մենք կարծես թե այդ ցուցակում չենք։ Այո, Գագիկ, ինչպես դու նշեցիր նախաբանում, մենք հիրավի պատմական իրադարձությունների ավելի քան կիզակետում են գտնվում համաշխարհային մակարդակով, սրանք լուրջ օրեր են, որոնք կմնան պատմության մեջ, որովհետև ըստ իս ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական լուրջ տեկտոնիկ զարգացումների կարևոր փուլում է հիմա գտնվում այդ Իրանի հետ կապված բոլոր իրադարձությունները, որովհետև վերջի վերջո եւ կարող ենք եւ դա տեսնել ենք, ըստ իս չի լինելու բնականաբար հեշտ, բայց երևի թե ըստ իս Բերլինյան պատի փլուզումից ի վեր սա ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունների սկիզբն է, որովհետև նույնիսկ եթե մենք այսօր լինելով տարածաշրջանում խաղաղ եւ վերջի վերջո խաղաղություն հաստատած երկիր, չենք կարող, հա, այսպես կարծել, թե ինչ որ մի ուրիշ աշխարհում ենք գտնվում եւ պաշտպանված ենք կամ պաշտպանված չենք։ Ուրիշ բան, որ մեր դարավոր բարեկամությունը Իրանի ժողովրդի հետ թողել է եւ թողում է միշտ իր դրական պոտենցիալը միշտ եղել է եւ կա եւ լինելու է, որտեղ մեր համար կարևորը Իրանի ժողովրդի ստաբիլ այդ երկրի ստաբիլ մնալն է եւ նրանց այդ ժողովրդի որոշելիքն է, թե հա ինչ կկատարվի իրենց հետ։ Հիմա ուրիշ բան է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները այսօր հայտնվել են մի իրադարձությունում, որտեղ Իրանը այլևս, ինչպես դու նշում էիր, չի կարողանում հա լինել այն երկխոսելու այն
վայրը, այն երկիրը, որ այդ կարող են երկխոսել եւ գտնել մի լուծում, հատկապես երբ որ ոչ շատ վաղ անցյալում, եթե չասենք մի քանի օր առաջ, ռեժիմը գնաց նաեւ այդ մի կարմիր գծի հատման, որն էր այդ խաղաղ, հա, ցուցարարների սիստեմատիկորեն ոչնչացնելուն։ Հիմա այստեղ մենք բոլորս շատ տխուր ենք, որ պատերազմական իրադրություն է, բոլորս շատ տխուր ենք, որ երեխաներն են զոհվում, նույնիսկ եթե չպետք է մոռանալ, որ այդ երեխաների դպրոցը գտնվում էր Քսիրի ամիջապես կողքին, այո։ Եվ չեմ կարող ասել, որ դա դիտմամբ արված է բնականաբար, բայց դա պատերազմ է։ Ինչ է կատարվում, կատարվում է այն, որ Նետանյահուի Իսրայելը գտավ իր համար հարմար տարբերակը, գտավ իրեն ամենահարմար պահը, որտեղ նրանց գաղտնի ծառայությունները ամիսների աշխատանքից հետո, որովհետև երբ որ պարզում ենք, որ արդեն տևական ժամանակ դու պատկերացնում ես, փողոցների բոլոր կամերաները, օրինակ Իսրայելը արդեն նայել է, տեսել է, շատ լավ իրենք իմացել են Խամենեի նստավայրի մուտքերն ու ելքերը, դրանք արդեն մի քանի ամիս շարունակ տևական ձևով հետևում են, տևական ձևով ամբողջը գիտեն եւ ըստ իրենց ասացի բնականաբար աստղերը այդ պահին հավաքվել էին ինչպես ասում են, միացել էին այն պահին, որ բոլորը միասին կարողացել էին մեկտեղել մեկ վայրում, որպեսզի կարողանան ռեժիմի այդ կարևոր գլխատման, հա, ըստ իրենց, հա, գլխատման process-ին անցնել, որը հաջողվել է։ Հիմա այստեղ խնդիրը շատ ավելի բարդ է նաև նրանով, որովհետև բայց կան նաև այդ հեղափոխության պահապանները։ Ինչ խոսք ամբողջ արմադան գործում է, ինչ խոսք կան այդ հնարավորությունները Իսրայելի մոտ եւ Միացյալ Նահանգները եւս նրան աջակցում է եւ վերջերս հասկացանք եւ բոլորս էլ գիտենք, չէ, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ամենամոտ երևի թե դաշնակիցներն են եւ Միացյալ Նահանգները նաեւ ցույց տվեց, որ նա Իսրայելի դաշնակիցն է, որովհետեւ վերջի տվյալներով նույնիսկ Եվրոպան տեղյակ չէր, հա, որ նմանատիպ հարձակում կարող է լինել։ Ըստ իս ամեն ինչը գնաց դրանից, որ այդ դիպուկ հարվածելու պահը հասունացել էր հենց այդ պահին, հա, եւ այդտեղից գնաց, բայց դա շատ դժվար գործ է, որովհետեւ գործ ունենք 90 միլիոնանոց հսկա տարածություն ունեցող Պարսկաստանի հետ։ Սա ձեզ համար ոչ Սիրիան է, սա ձեզ համար ոչ Գազայի հատվածն է, ոչ Իրաքը, ոչ էլ Աֆղանստանը։ Ոչ Իրաքն է, ոչ Աֆղանստանն է, այստեղ 40 տարվա կրոնապետություն է եղել, 40 տարի։ Նույնիսկ եթե Իսրայելն ու Ամերիկան հավատում են, որ շահի ժամանակ, որը իր կաշառակիրությամբ չկարողացավ, այնքան կաշառակիրությունը շատ էր, որ ժողովուրդը ըմբոստացան եւ բերեցին Խամենեին, որը եկավ եւ կրոնապետության վերածեց, նա 40 տարվա ընթացքում դեստաբիլիզացիոն շիի ուժ դարձավ, որպեսզի կարողանա ռեգիոնում մնալ մեծ եւ ռեգիոնում ապացուցել իր հզորությունը, բայց որպես դեստաբիլիզացիայի ենթարկող ուժ եւ այսօր կարծել թե 4 օր, 5 օր, ոչ, դա տևական ժամանակ է լինելու, արևմտածումն է ըստ իս Իրանի այդ ցանկության վերջում արևմտածումն է, որովհետեւ երբ որ նայում ես պատմության մեջ Գագիկ ջան, դու պատկերացնում ես շահի ժամանակ Իրանը, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները եղել են ռեգիոնի ամենամոտ դաշնակիցները։ Այո։ Այո։ Եվ այսօր, երբ որ արաբական աշխարհը վերջի վերջո արաբական աշխարհը Աբրահամյան այդ համաձայնությունների շնորհիվ կարողանում է ընդհանուր հայտարարի գալ Իսրայելի գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգների հետ միասին, որպեսզի կարողանան միասին գործել ի բարօրություն իրեն ժողովրդի եւ վեր գտնվել ամեն մեկը հա իր ունեցած այդ ամբիցիաների եւ ունեցած ցանկությունների, ահա թե նորից դեստաբիլիզացիոն ուժ կա ռեգիոնում, որի հետ ոչ թե կարելի է խոսել, բանակցել,
որի հետ կարելի է լեզու գտնել, այլ պետք է անընդհատ լինել այդ ուժերի գործակցության հարաբերակցության մեջ, որտեղ երբ որ մոլլաների մոտ կա ռիսկ ունենալ ատոմային ռումբ, եւ մոլլաներ, որոնք 40 տարի շարունակ պնդում են, որ երկրի երեսից պետք է վերացնել մի այլ երկիր, տվյալ պարագայում Իսրայելը, նրանք Նաև Միացյալ Նահանգները եւ միայն նրանք դրանով առիթ են տվել 40 տարի շարունակ ոչ միայն ներսից ոչ միայն ներսում իրեն ժողովրդին թողնելով տնտեսապես թույլ, այլ նաև դրսում կարծելով, որ ահա այսպիսի ուժի կիրառումն է, որ նրանց կարող է այդ բացառիկության դերը տալ։ Ընդ որում Արման ջան, ես մի բան էլ ասեմ, որքան էլ որ տարօրինակ թվա, այս պատերազմում արի իրերը կոչենք իրենց անունով, սա օպերացիա չի, ոչ մի բան էլ չի, սա ռեալ պատերազմ է, ուղղակի այս պահին ինքը կարելի ասել տարածության վրա մղվող պատերազմ է, հա, որտեղ ցամաքային բախումներ չկան, բայց այս պատերազմի արդյունքում թե Իրանը, թե Միացյալ Նահանգները մի տեսակ հայտնվեցին մեկուսացման մեջ։ Իրանը մեկուսացման մեջ է հայտնվել իր քաղաքականության պատճառով, երբ որ սկսեց հարվածներ հասնել արաբական երկրներին, ընդ որում երկրներ կան դրա մեջ, օրինակ Օմանը եւ Բահրեյնը, որ կարելի ասել ոչ թե Իրանի քաղաքականության նկատմամբ չեզոք էին, այլ բարեկամաբար էին տրամադրված եղել միշտ Իրանի նկատմամբ, բայց հարվածներ հասցվեց նաև այդ երկրներին, ել չեմ խոսում Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ մյուսների մասին, բայց հրթիռները թռնում են իրար։ Այո, հենց այս պահին էլ այդ գործողությունները շարունակվում են եւ Միացյալ Նահանգները, որը թերևս նաև հենց այն պատճառով, որ եվրոպական գործընկերներին տեղյակ չէր պահվել գործողության մասին, միգուցե նաև դա է պատճառը, բայց Միացյալ Նահանգները մի տեսակ մեկուսացված է Եվրոպայի կողմից։ Ավելին, Իսպանիան բացահայտ հակադրվեց Միացյալ Նահանգներին։ Ֆրանսիան սկսեց իր սեփական միջուկային դոկտրինի մասին գործողությունները, ավելին Ֆրանսիան որոշել ավելի շատ համընկավ, որովհետև նաև համընկավ ինչ-որ առումով, բայց ամեն դեպքում տպավորությունը դա է։ Եվ երկուսի համար էլ խնդիր կա։ Ի վերջո ես հասկանում եմ ինչ խոսք, ի վերջո մենք խոսում ենք այդ, որովհետև եթե խոսում ես այդ իզոլացիայից, ապա հետևանքն է նրա, որ Իսրայել ԱՄՆ որոշեցին միասին գործել երկուսով, հա, որովհետև ինչպես նշեցի սկզբում, այդ պատուհանն էր բացվել հնարավորությունների, որը երկրորդ անգամ չեն ունենալու, որովհետև -4-ից հարկայի բարձրացնել Խամենեին իր բունկերից վերև եւ հավաքել ժողով, որին գալիս են, տես ինչպիսի տակտիկական ձախողում է Իրանի գաղտնի ծառայությունների կողմից, բարձրացնել Խամենեի -1 եւ հավաքել տալ բոլոր ռեժիմի բոլոր կարևոր դեմքերին, բացի նախագահից, բացի նախագահից, որը անգլիական թաքու դեր ունի, հա, ինչ այս պահը, որովհետեւ կրոնապետություն է, այնտեղ ամեն ինչ որոշում էր Խամենեին, ամեն ինչ, այսինքն բանակային հարցերից սկսած, ուրիշ հարց է, որ 150,000 մարդաքանակ ունեցող հեղափոխության պաշտպանները շատ ավելի ուժով եւ զորեղեն եւ ֆինանսապես նաեւ քան 400,000 բանակ ունեցող իրանական պետությունը, հիմա այստեղ հույսը թե Փեզեշկյանը, որը բարեփոխ էր, հա, որ եկավ իշխանության բարեփոխ, ռեֆորմատոր որպես, հա, ռեֆորմատոր, բայց որին ռեժիմը նշանակել էր որպես անգլիական թաքու կարգավիճակով, հա, որպեսզի աշխարհ լուր ցույց տա, որ տեսեք ընտրություններով ընտրված նախագահն է եւ այո մեծամասնությունները նրան ընտրել էր եւ նա լեգիտիմ ղեկավար է ըստ այդմ, սակայն չունի
ոչ մի լծակ, հա, մինչ այս պահը եւ ինչպես որ տեսնում ենք դրությունը ինչպես որ զարգանում է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է որ այդ կրոնապետության մոլլաների իշխանությանը վերջ տալը եւ նրանք նորից հայտարարեցին որ մասնավորապես Իսրայելը նորից հայտարարեց որ նրանք թույլ չեն տալու ոչ մի նոր Խամենեի առաջ գալը, հա, եթե այսպես կարելի ասել, կամ ինչ-որ նոր մոլլայի, այսինքն դեմոկրատական տրանսֆորմացիան, որը շատ կարելի է եւ որը նույնիսկ պատերազմի նախարարը Միացյալ Նահանգների ասեց մենք դեմոկրատիա չենք բերում, հա, Իրան, ինքը շատ դժվար process է լինելու ըստ այդմ, որովհետեւ երկիրը նորից նշենք 40 տարի այդ իդեոլոգիայով է ապրել նույնիսկ եթե երկրի մեծամասնությունը բնակչության 80%-ից ավել այս տեղներին է հասել այդ մոլլաները որովհետեւ մարդիկ ուզում են ազատ ապրել մարդիկ ուզում են օքեյ կրոնական Արման բայց թույլ տու ես չհամաձայնվեմ քեզ հետ որովհետեւ այդ իդեոլոգիան ըստ իս շատ ամուր է նստած Իրանի հասարակության մեջ Դե ոնց կարող ամբուր չնստել, երբ որ մի քանի օր առաջ հնձեցին բառիզբուն իմաստով բոլոր այդ մանիֆեստացիայի դուրս եկածներին։ 30,000-ից ավել մարդ, ով դուրս էր գալիս, նապաստակի պես խփում էին։ Այո, այսինքն իրենք կոչել նաև իրենց կանոններով եւ տվեցին ամենամեծ հնարավորությունը արևմտյան աշխարհին, արևմուտքին, որտեղ նույնիսկ այսօր Եվրոպան, ինչքան որ նշում ենք, որ իզոլացիա, Եվրոպան իր օրինակ Ֆրանսիան իր նավատորմը ուղարկել է միջերկրական ծով, այսինքն եթե կարիքը լինի, նրանք բոլորը պաշտպանելու են Իսրայելին։ Ավելի շուտ Միացյալ Նահանգների։ Ամենապատմական փաստը, որ բանակի ղեկավարը Իսրայելի հերախոսային խոսակցություն է ունեցել բոլոր արաբական երկրների։ Սա պատմական երևույթ է, այսինքն Իրանը այստեղ է նույնիսկ կարողացան կարծելով, որ պետք է քաոս ստեղծեն եւ որը կարող է Միացյալ Նահանգներին ստիպել կանգ առնել եւ խփեցին ամեն կողմ, հա, արաբական երկրներ, դրանով ել ավելի միացեցին եւ հրեցին դեպի Իսրայել բոլոր այդ արաբական երկրներին։ Եվ այսօր ինչ խոսք, էկվացիան շատ դժվար է լինել լուծելու, մենք այնպես չի որ սա լուծվելու է, բայց ամեն ինչ չէ որ ուժով է, հետո վերջի Գագիկ ջան, հողի վրա լինելն է շատ կարեւոր։ Եվ հողի վրա արդյոք Իսրայելը կգնա, Միացյալ Նահանգները դա չեն ուզում եւ չմոռանաք որ Թրամփի համար խաղաղության հաստատումն է կարեւոր, այլ ոչ թե հերթական այս անգամ ամենա գլոբալ պատերազմի մեջ ներքաշվել է։ Այո, Թրամփը ասում էր, չէ, Ամերիկան առաջին հերթին ու հիմա հենց ամերիկյան ընտրողները մեղադրում են Թրամփին, որ դու խոսում ես խաղաղությունից եւ Ամերիկան առաջի հերթին եզրույթն է ներկայացնում, այսօր ռեալ պատերազմ է ընթանում, որի նախաձեռնողը կամ նախաձեռնողներից մեկը Միացյալ Նահանգներն էր, բայց ես ուզում եմ նաև անդրադառնանք այն փաստին, ինչի մասին խոսեց Վույթկոֆը, նշելով այն զրույցը, հիշեցնելով այն զրույցը իրանյան բանակցողների հետ, որտեղ իրանական կողմը ասել էր, որ իրենք ունեն, եթե չեմ սխալվում, 460 կիլոգրամ հարստացված, այսինքն մարտագլխիկի համար հարստացված ուրան, դա նույն այն ուրանը չէ, ինչ որ օգտագործում են ատոմակայաններում, որի արդյունքում իրենք կարող են ունենալ շուտով 11 մարտագլխիկ միջուկային զենք։ Այդ թե նաև ինչ վտանգի մասին է խոսք գնում։ Այդ վտանգը կա, բայց նաև համաշխարհային հանրությունը շատ լավ գիտի, որ օրինակ Իրաքյան պատերազմում օգտագործվեցին որոշ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, մասնավորապես Սադամ Հուսեյնը ունի մասսայական ոչնչացման զենքեր, քիմիական զենքեր։ Այո, այնինչ բարձեց որ սրվակները ընդհանրապես սրվակներն են ոչ ավելին, ինչեւ է, այսինքն, բայց այս պարագայում ինչ խոսք, երբ որ ռեժիմը բաց հայտարարում է, որ երկրի երկրագնդի երեսից պետք է վերացնել մի երկիր եւ նա բաց ասում է, որ մենք ատոմային էներգիայի, այդ ատոմային ռումբի պատրաստման մասին նրանք այսպես բանակցում են, բայց
տակից ինչ որ խաղեր շարունակվում են վերջ-վերջո, ինչու եք ուզում նրանք առիթը չհանդիսանալ, որպեսզի մի երկիր, որը 2 տարի առաջ տառացիորեն մտան եւ ոչնչացրեցին մոտ այսպես փոքրիկ մի հոլոկոստ սարքեցին Իսրայելում Համասի ուժերը, որոնց հետևում կանգնած է Իրանը, ինչու եք ուզում որ նրանց չհավատան, որ այո, այդ ռիսկը կա, որ կարող են ոչնչացնել եւ հասարակական կարծիքի մոտ էլ ստեղծել մի տպավորություն, որ այս պատերազմը ինքնապաշտպանողական պատերազմ է, այնինչ նրանք հարձակվել են երկրի վրա, այնինչ ավելի ուժեղ ուժ, քան մի երկիր, որի վրա հարձակվել են եւ որը կարող է ուզենալ դիմադրել 90 միլիոնանոց հսկա երկրում։ Բնական է, որ զարգացումները դեռ շատ բաներ կարող են փոխել, մեզ մնում է հուսալ, ես հավատում եմ, ինչ խոսք, ես ուզում եմ հավատալ, որ իրանցի ժողովուրդը, որը բացարձակ գիտակից եւ խելացի ժողովուրդ է եւ ունի երիտասարդական շատ մեծ պոտենցիալ, հա, մեծ պոտենցիալ կա երիտասարդների եւ նրանք կարողանան գտնել այն ճիշտ որոշումը։ Մեզ մոտ ինձ թվում է մեր Հայաստանում փոխվել է մի ուրիշ բան, որի մասին կուզեի նաեւ եթե թույլ կտաս խոսել, դա մեր մոտեցումն է հարցին։ Այսինքն մենք մինչեւ հիմա լինելով ռուսական սատելիտ, խոսենք վերջ, հա, տանք իրենց անուններով, այո։ Իրենց անուններով կոչենք։ Լինելով ռուսական սատելիտ, մենք մեր խոսույթը շատ ավելի պետք է լինել, ինչ խոսք, ոչ թե չեզոք այս պարագայում, այլ պրոիրանյան, որովհետև չենք մոռանում Իրան, Ռուսաստան, Չինաստան առանցքը, որից ավելի քան մեկուսացրած Իրանը այսօր պայքարում է, ամենայն դեպս փորձում է դիմադրել, բայց այստեղ նաև պետք է նշենք, որ վերջի վերջո Թրամփի նպատակը կռիվը չէ, այլ Թրամփի նպատակը այդ մոլլաներից ազատելն է երկիրը եւ փորձել նրան տալ նորմալ երկրի վիճակ, որի հետ կարելի է աշխատել։ Նա ունի հարուստ ընդերք, ինչ խոսք կա Օրմուզի նեղուցը, որը բացարձակ տնտեսական կարևոր հանգույց է եւ որը այս պայդրությամբ ասում են թե փակ է, հա, չնայած որ նավատորմ է ոչնչացրել Միացյալ Նահանգները Իրանի, բայց համենայն դեպս կան այսպիսի լուրջ գործընթացներ, որոնք պետք չէ, ինչպես ասենք, պետք է համենայն դեպս պետք է լուրջ մոտենալ, բայց մեր հայրենակիցները պետք է հասկանան, չի նշանակում, որ մենք Միացյալ Նահանգների հետ ենք հիմա համագործակցություն, որ պետք է լինենք ավելի շատ պրո-ամերիկյան կամ հակաեսիմինչ, դա չի խնդիրը, այսօր մենք շղարշից այդ ռուսական այդ շղարշից դուրս ենք եկել եւ իրերը շատ լավ հասկանում ենք այսօր, որ մենք պատմության սխալ կողմում չենք եւ ամենայնիվ Արման ջան, ես մի բան էլ հիշեցնեմ, քանի որ դու անդրադարձար Ռուսաստանին, բնականաբար չի լինի շաբաթ, եթե այդ շաբաթվա ընթացքում մեր ճակերտներում սիրելի Մարիա Զախարովան հանդես չգա ու հերթական ժողովրդական լեզվով ասած բլթը չանի, հա, այս անգամ անդրադարձել է այն լրատվությանը, որ իբր, ասում եմ իբր, կարող է դա նաև փաստ է։ Հայաստանը հրավիրել է եվրոպական մասնագետների խմբի, որոնք նաև աշխատել են, սա ըստ Զախարովայի, որոնք նաև աշխատել են Մոլդովայում հակահիբրիդային գործողությունների դեմ առնելու համար։ Հիմա այդ խումբը իբր հրավիրված է Հայաստան եւ ինչ է ասում Զախարովան։ Ասում է, դե որ այդպես է, ուրեմն մենք էլ խումբ ուղարկենք, մենք ունենք նմանատիպ խումբ ԱՊՀ շրջանակներում ու ես հիշեցի ակամայից ԱՊՀ այդ խորհրդարանական ինչ-որ ժողով էր կոչում, թե ինչ էր կոչում դրանց դիտորդներին, որոնք ամեն անգամ բոլոր ընտրություններից հետո Հայաստանում դեռ չսպասելով ընտրությունների արդյունքներին հայտարարում էին, որ ընտիր ընտրություններ են անցել առանց խախտումների, ժողովրդավարական եւ այլն, ես անձամբ հիշում եմ բոլոր այդ անգամ մարտի 2-ին նրանք այդ հայտարարությունը արել են, որ ամեն ինչ շատ լավ է եղել,
լավ ընտրություններ են եղել, այնտեղ ժողովուրդը փռված փողոցներում արյունը դեռ չմաքրված, իրենք հայտարարություն են անում, որ ամեն շատ լավ է եղել։ Հասկանում ես, տարբեր իրականություններ, բացարձակ տարբեր իրականություններ։ Դա խոսում է Մարիա Զախարովան, մի երկրի ներկայացուցիչ, որը այս պարագայում, եթե մենք խոսում ենք Իրանի մասին, որպես բարեկամ երկրի, դավաճանեց, գցեց Իրանին։ Ինչ խոսք, մենք չենք մոռանում մեր գլխավորիչներից մեկը, որը հիբրիդային պայքարի դեմ հիգիենիկ միջոցների կիրառումը եւ չմոռանալը, եւ այդ հակահիգիենիկ միջոցներից մեկն էլ այն անձն է, որի մասին դու շեշտեցիր, որը մենք չպետք է մոռանանք, որի ծնողները եղել են, ինչպես իրենք են ասում, как минимум կոմունիստ, как максимум բոլշևիկ, եւ նրանց ծրագիրը, նրանց ծրագրավորումը գնում է նույն ուղղությամբ, այսինքն չի կարող նա փոխվել, եւ ինչ որ դառնալ արևմտյան կամ այսպես ասենք դեմոկրատական իշխանությանը հարիր, ինչ որ տենց մոտեցումներ բնականաբար, եւ բոլորս էլ շատ լավ հասկանում են, կարիք չկա նորից մեկ անգամ եւս մատնանշելու, որ Ձախողված Ռուսաստանի քաղաքականությունը նաև այսօր բերել է նրան, որ այս առանցքը կազմալուծում է եւ կազմաքանդվում է եւ Չինաստանից Վենեսուելան առանձնացնելուց հետո վերջը հիմա Իրանի առանձնացման գործընթացն է եւ Մոսկվայի Կրեմլում բնակվող արդեն չգիտեմ քանի տարի այնտեղ ապրող եւ կարծող որ թե նա վերջն է եւ որպես լիդեր ամենախելացին է եւ կարծես թե նա կարող է լուծել խնդիրներ եւ այսօր չի կարողանում պաշտպանել գետ ոչ մի դաշնակցի եւ ինչպես բոլորը ընդհանրապես հերոստացույցով նայում են թե ինչ է կատարում եւ ոչ ավել եւ ըստ այդմ չենք կարող մի ռեժիմի ներկայացուցիչ, որի ներկայացուցի մասին դու խոսեցիր, չունենան գոնե այդ հայտարարությունների մակարդակով ինչ որ խոսքեր եւ գործընթացներ, ուրիշ բան է որ մենք պետք է նաեւ այս հիբրիդային պայքարի դեմ ժամանակահատվածում մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ այսօր Հայաստանի շահն է կարևորը եւ ոչ թե պարտադիր կերպով հետևել կրեմլյան նարատիվներին, որովհետեւ եթե նայում ես կրեմլյան նարատիվներին, նրանք միջև այժմ դեռ պաշտպանում են այն ինչ որ կատարվել է Իրանում միջև այժմ նրանք շատ ավելի այսպես ասենք, դեստրուկտիվ քաղաքականության մեջ են եւ անընդհատ ինչ որ ներքաշման մեջ են, բայց Հայաստանը չպետք է ներքաշվի որևիցե այլ երկրների հետ, ինչ որ կոնֆլիկտայնության զոնա, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ուժերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Այո։ Եվս մեկ օրինակ ռուսական ճակերտավոր տեխնոլոգիական հրաշքի հենց չորեքշաբթի օրը Թեհրանի երկնքում իսրայելական F-35-ը խոցել է ռուսական 5-րդ սերնդի Yak-130 մարտական ինքնաթիռը։ Հասկանում ես, խոսք է գնում 5-րդ սերնդի ինքնաթիռի մասին։ Դժվար թե այսօր գտնենք մի 5 երկիր կամ 3 երկիր, որոնք արդեն ունեն 5-րդ սերնդի ինքնաթիռներ եւ խոցվել է երկնքում։ Դա էլ, այսպես ասած, իրական գնահատականն է։ Այն ինչ որ այսօր ունի այդ երկիրը։ Էլ չենք խոսում միգերի, սույերի, մնացած ամեն ինչի մասին, որոնք միգուցե նորմալ ինքնաթիռներ են, բայց երբ որ ինքնաթիռը update չի արվում, այսպես ասած, ինքը ընդամենը արտադրվելուց մի երկու տարի հետո բանի պետք չի։ Որը մենք եթե Ռուսաստանի հույսը այսօր մնացել է օգտվել այս առիթից եւ այս պատուհանից, երբ որ Միացյալ Նահանգները զբաղված են միջին արևելքում եւ վերջապես հաղթել Պոկրովսկում, համաձայնին հետ ինչպիսի դառը իրականություն աշխարհի երկրորդ հզոր բանակի համար։
Շնորհակալություն Արման ջան, մեր եթերաժամներ սպառվեց, խաղաղություն ենք մաղթում մեր հարևան երկրին, թող ամեն ինչ շուտ ավարտվի եւ Հայաստանի բռնած այսօրվա դիրքը շատ ճիշտ է, ինչպես կասեր մեր ժամանակին դաշնակիցը, տակ ձիրժած։ Այո, ինչ խոսք։ Ամենայն բարիք, այսքան ենք նախատեսել այսօրվա մեր միացման համար, հիշեցնեմ, որ Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգայնագետ Արման Ավագյանը, ամենայն բարիք ձեզ։